Զեփյուրներ խաղում թփերում, քրճիկներ եփում ու թափում, դու մեր սիրո արև ու մեր կրանք, մեր անուշ, մեր միակ։ Այո, Անուշն է խորազում էցի, և այսօր մենք առավոտից քանի որ երգում ենք, այս կատարումն էլ քեզ սիրելի Անուշ։ Ես հիացած եմ ուղղակի, ավելի լավ առավոտ չէր կարող լինել, բարի լույս։ Մեր դուետի անունն է Լայզա Մինելի, մենք որոշել ենք։ Այսուհետ ես և Ինան ներկայանալու ենք այդ դուետով։ Սա նոր տանդեմ է, իհարկե դեռևս իր տաղանդով չի փայլում, բայց խոստանում ենք, մենք մեզ վրա կաշխատենք դեռ։ Իսկ գիտես ինչու էինք երգում իրականում Անուշ, որովհետև իմացանք, որ փաստորեն ամեն ճաշ ունի իր երգը։ Այո, դուք լսեցիք, որ փաստորեն մեր ավանդական ազգային ուտեստ, որ կոչվում է քրճիկ, այդ երգը նույնպես ուներ երգ և ես չգիտեի, մենք բացահայտում արեցինք Մեղրաձորում։ Իսկ այսօրվա Բաղադրատոմսն ունի իր առանձնահատուկ երգը։ Այսօրվա Բաղադրատոմսը, քանի որ հայկական չէ, իր Բաղադրատոմսի երգը չունի իհարկե այս աղցանը, բայց մենք այն կհորինենք։ Այո։ Այո, կարող ենք այսօր, ինչպես հասկացա, շատ երաժշտական այսպես տրամադրություն է, այնպես որ մենք կարող ենք, բայց մինչ այդ ասեմ, որ Մեղրաձորից դատարկաձեռն չեմ եկել, մեզ հյուրասիրել են չրեր, և այո, ես բերել եմ չրեր, հետո եթերից հետո կփորձենք, տնենք Անուշ, մենք կարծում ենք դու մեզ լավ հույզեր ես բերել, բայց քանի որ նաև չիր ես բերել, ես հիմա չեմ կողմնորոշվում, մինչ Անուշը կպատրաստի, ես գնամ գողանամ, չնայած մեծ պահքի ընթացքում գողանալ մեղք է, դու գնաս։ Ինչ տարբերություն։ Բաղադրիչները ավելի լավ են ասես, Անուշ։ Մենք այսօր պատրաստելու ենք աղցան, որ այսպես և պահքի շրջանին շատ հարմար է և առհասարակ այս շրջանում ընդհանրապես նեխուր պետք է շատ օգտագործել և նեխուրով շատ օգտակար աղցան եմ առաջարկում և այն կկոչենք քեզ համար։ Քեզ համար, ահա, երգն էլ պիտի մենք օրինենք, բայց հիշում ես, չէ՞։ Որովհետև բոլորի համար է, քանի որ շատ օգտակար է։ Բայց քանի որ սա համապատասխանում է նաև մեծ պահքին և բոլոր նրանք, ովքեր պահքի մեջ են կարող են ուտել, ես հիմա տաղավարում, քանի որ ես եմ կարծես միայն պահքի մեջ, վերագրում եմ քեզ համարը ինձ։ Քեզ համար, Սերինա։ Երկար բացատրություններ իմ էգոիստական նկրտումների, ինչև է։ Մենք սիրով ամեն դեպքում այս աղցանը քեզ համար կանվանենք։ Վերագրիր այն քեզ։ Դու գիտես, որ մենք քեզ համար միշտ հաշվի ենք առնում, թե ինչ իրավիճակում ես հիմա, այնպես որ այս աղցանը քեզ համար միտքս գալիս է Ազնավուրի Պուխտուա Աղմենի քեզ համար Հայաստան երգը, բայց դա ասոցիատիվ տարբերակ որպես, բայց մենք կգտնենք հիմա և մինչ Անուշը պատրաստում է, նեխուրը կարծես բավականին օգտակար է, նեխուրը շատ օգտակար է, բայց որ մյուս համերի հետ խառնվում է, չէ, և չէ, միշտ դոմինանտող համ ունի, ճիշտ եմ Անուշ։ Այո, այո, բայց ես կարծում եմ այս աղցանը, օրինակ իմ երեխաները, որ նեխուր չեն կերել երբեք, երբ չէին կերել դեռ, այս աղցանը առաջինն էր, որ համտեսեցին ու չզգացին, որովհետև ունենք բալզամիկ քացախ, որը մի քիչ կոտրում է այդ համը, սպեցիֆիկ, և շատ սիրով ուտում են, մինչև հիմա սա մեր ֆավորիտն է իրենց, այնպես որ երևի թե ես ամեն շաբաթ չկա շաբաթ, որ չպատրաստեմ այս աղցանը։ Եթե հնարավոր է նեխուրի համը կոտրել այն մարդկանց համարում սպեցիֆիկ է թվում ինձպես, ապա սա հրաշալի լուծում է։ Այո, իհարկե։ Եվ շատ օգտակար։ Իդեպ խոսեցինք երգերից, որոնք երգվում են Բաղադրատոմսերը պատրաստելիս քրճիկի դեպքում, եւ ընդհանրապես ինձ թվում է, որ երաժշտության ազդեցությունը խոհանոցում շատ կարեւոր է։ Հայտնի ուսումնասիրություններ կան, չէ, որ օրինակ երբ ջուր են դնում բաժակով եւ դասական երաժշտություն է հնչում եւ հետո նաեւ այդ նույն ջուրը լսում է, կարող ենք ասել, շատ ծանր, այսպես մետալային ռոք, ծանր երաժշտություն, ջրի մոլեկուլները փոխվում են։ Այնպես որ վստահ եմ, որ Բաղադրատոմսերը եւս կախված նրանից, թե ինչ երաժշտություն են լսում պատրաստելիս, կարող են փոխել իրենց համը։ Համաձայն ես Անուշ։ Այո, իհարկե։ Իրականում կա այդպիսի հետազոտություն, որ գիտնականները հետազոտել են և պարզել են, որ կա նման բան ու դա իրական է և
այդ ջուրը մարդիկ խմելով իրականում նյարդերը հանգստանում են, հատկապես Մոցարտի դեպքում մենք գիտենք, որ իր երաժշտությունը իրականում ունի բուժիչ հատկություն։ Օ, տեսնես ինչ կլինի, երբ ջուրը դնես եւ Վագներ միացնես։ Օրինակ։ Դասականի դեպքում ինձ թվում է միշտ բուժիչ է լինելու հատկությունը ամեն դեպքում։ Համաձայն եմ։ Մի խոսքով դասական երաժշտություն կարող եք միացնել, որովհետև Լայզա Մինելի դուետի երգերը լսել վստահաբար խորհուրդ չի տրվում Ադրատոմսերը պատրաստելիս։ Առայժմ չես կարող ասել, չես Գուցե կարող ասել։ կատարելագործեք մեր հմտությունները։ Իսկ ընդհանրապես ավանդական հայկական խոհանոցում երգը միշտ է ուղեկցվել, խոհարարները պարտադիր, այսինքն տանտիկինները պարտադիր երգել են, ինչու ես կարծում եմ, որ այն ժամանակ, քանի որ բարդ պատրաստվող ուտեստները, երկար պատրաստվող ուտեստները հիմնականում բարեկամներով, հարևաններով, շատ մարդկանցով են եղել եւ այսպես որպեսզի իրենք իրենց զբաղացնեն, սկսել են երգել եւ ինձ թվում է, որ նաեւ դա է նպաստում, որ այդպիսի երգեր են ծնվել։ Եվ այդքան համեղ են եղել կերակուրները, չէ՞։ Այո։ Դե պատկերացնում եք ինչ հետաքրքիր արարողակարգ է, օրինակ, չգիտեմ, սար գնացիս ինձ քաղի աման Դու դա կերգեիր։ բութը Այսօր քեզ համար երգը պիտի հորինենք, ի վերջո։ մենք, այո, դեռ երգում Պետք է աշխատենք այդ ուղղությամբ այս ընթացքում։ Կանցանք Կարմիր բաղադրիչին կարծես թե։ Կանաչ Այո, մենք բաղադրիչներն ընդհանրապես ավարտեցինք։ հիմնական 3 բաղադրիչներ են եւ այս 3 բաղադրիչից ստանալու ենք շատ համեղ աղցան։ Հավատացնում եմ, որ հաստատ կհավանեք, այնպես որ եթե ձեր տանը հիմա չկա եգիպտացորեն պղպեղ եւ նեխուր, ապա շտապեք խանութ եւ գնեք ու անպայման կպատրաստեք, վստահ եմ կհավանեք։ Հա, քեզ համար։ Հիմա մենք երկարությամբ կտրենք պղպեղը։ Երաժշտությունը եւս պիտի դա արդեն բարդ աշխատանք ենք Բայց մենք այսօր օրինակ Արամեն Պետրից մի ստեղծագործություն ենք լսել, որն ուներ այդ բարակապակցությունը։ Կուսես քեզ համար հորինե։ Կարող եք դա երգել։ Նեխուրի փոխարե Բալսամիկով ավելի Անուր ճիշտ է, բայց ճիշտ է։ Դες քիչ ստանում ենք երգը այսօրվա։ Եթե դու կուսես Նեխուրի փոխարենը արդեն ասել ենք։ Մինչև ես ավարտեմ, դուք արդեն կսկսեք նորը երգել։ Մսի փոխարեն կարող է լինել։ ասում եմ, դեռևս տաղանդով չենք փայլում, բայց մսի մենք փոխարեն կարող է։ կաշխատենք մեզ վրա անպայման։ Չես օգնում մեզ։ Եթե դու կուզես մեկ մսի փոխարեն, լիքը բանջարեղեն։ Տես։ Բրավո։ Ստացվեց, ված չէ, երկրորդ տողնել ունենք։ Լիքը բանջարեղեն։ Մինչև դուք կմտածեք, ես խոսեմ պղպեղից։ Պղպեղը Պեղն էլ ավելի։ Իդեպ մենք դիտավորյալ կարմիր պղպեղ ենք օգտագործում, ընդհանրապես միշտ գույները օգտագործում ենք, որպեսզի տարբեր լինի, գեղեցիկ լինի։ Այսօր, քանի որ մի քիչ ավելի վիտամիններով հարուստ աղցան ենք փորձում պատրաստել, կարմիր պղպեղը շատ ավելի մեծ քանակությամբ վիտամիններ է պարունակում, դրա համար մենք Եվս մեկ անգամ ձեզ հիշեցնելու համար որոշեցինք միայն կարմիր պղպեղ օգտագործել։ Եվ առհասարակ հիշեցնեմ, որ որքան մթերքը մուգ է, այնքան ավելի օգտակար է։ Կարմիրն ավելի օգտակար է, քան նարնջագույնը։ Եվ այդպես նարնջագույնն ավելի, քան դեղինը։ Ինչ հետաքրքիր է։ Եվ նույնը կաղամբը, օրինակ կարմիր կաղամբը շատ օգտակար է։ Մի քիչ ավելի պինդ է, գուցե մարդիկ այդքան էլ չհավանեն, բայց եթե ավելի մանր կտրենք, հաստատ արժե տարբեր համեմունքների նույն բալզամիկ հացախով ձիթայուղով լավ խառնել եւ համտեսել, որովհետեւ շատ օգտակար է։ Եվ այսպես կտրենք երկրորդ պղպեղը։ Կարմիր պղպեղը ավելի քաղցր է, քան նարնջագույնը։ Վիտամիններով հարուստ։ Իսկ
Իսկ ինձ թվացել էր ավելի քաղցր նաև։ Քաղցրությունը չի ասի, Դա երևի թե գույնի եւ համային ռեցեպտորների զուգակցման Արդյունք։ Այո։ արդյունք է։ Նորից, անցնենք մեր երկի բառերով։ Չշեղվելով Լայզա Մինելի բենդից։ Այո, եթե դու կուզես, քեզ համար պատրաստեմ նեխուրի փոխարեն Նուրբը ավելի։ Եթե դու կուզես, մեկ մսի փոխարեն լիքը բանջարեղեն։ Եթե դու կուզես, մեկ մսի փոխարեն լիքը բանջարեղեն։ Անուշը մեր անուշ։ Անուշը մեր անուշ։ Սիրով քեզ համար նա կպատրաստի ասա դու ինձ։ Վերջ, մենք երկում ենք, հենց պահագա ասեք երկում ենք։ Ես առաջարկում եմ, քանի մենք պիտի երգը վերջնական հունցենք եւ Անուշն էլ պիտի ավարտի բոլոր բաղադրիչները կտրատելու գործընթացը, մենք կարճատև դադար հիմա պարգևենք մեր հեռուստադիտողներին, կվերադառնանք արդեն պատրաստի երգով։ Մենք շարունակում ենք, սիրելի հեռուստադիտողներ, եւ եթե նոր եք մեզ միացել, ասենք, որ այսօր մենք հասկացել ենք, որ բաղադրատոմսերը պետք է համեմել նաեւ երգով, որովհետեւ դրանք ակտիվացնում են Եվ ոչ միայն Համերը։ աղցանները եւ բաղադրատոմսերը, առհասարակ առավոտը պետք է համեմել։ Եվ քանի որ այսօր առավոտից, այո, մենք ձևավորել ենք նոր դուետ, որը կոչվում է Լայզա Մինելի, մենք ստեղծագործություն ենք պատրաստել Անուշի այսօրվա բաղադրատոմսի համար, որը կոչվում է քեզ համար։ Պատրաստ է այն, բայց թող պատրաստ լինի նոր։ Բայց ձեր պատրաստ չէ։ Մենք այստեղ խառնեցինք պղպեղը եւ նեխուրը, ասեմ, որ պետք է սխտոր նաեւ ճզմել մի փոքր, բայց ես ուղղակի համը տալու համար այսպես կկիսեմ։ Մենք կխառնենք, կխառնվի սխտորի համը, որովհետեւ կարևոր համեմունք է ու այստեղ շատ կարևոր համ է տալիս, հետո կհանենք, եթե չցանկանաք ուտել։ Հիմա նաեւ եգիպտացորեն ավելացնենք։ Ու այս 3 գույներով կունենանք գարնանային շատ գեղեցիկ ու համեղ ու օգտակար աղցան։ Ընտիր։ Ինչ գունեղ է։ Այո։ Կավելացնենք այստեղ աղ։ Գարնանային տրամադրություն Այո, բերեց մի Լրիվ տեսակ։ քեզ համար։ 3 բաղադրիչ, 3 տարբեր գույներ։ Ու սև պղպեղ կավելացնենք դասական համեմունքները։ Ավելացնենք ձիթայուղ, կիտրոնի հյութ, եւ բալզամիկ քացախ։ Ընտիր։ Եթե բալզամիկ քացախը ավելացրել ենք, պետք է շատ արագ, թարմ, հենց այդ պահին ուտել, որովհետեւ որ մնում է մի քիչ բաղադրիչների համը փոխվում է։ Վստահ եմ Եվ արդեն պատրաստ է, իրականում մենք կարող ենք սա մատուցել բրնձի թերթիկների վրա, փոքրիկ տապակելով, բայց կարող ենք ուղղակի աղցանի ափսեի մեջ լցնենք եւ
Մատուցենք։ ինքնին գեղեցիկ կլինի։ Հենց այսպես։ Եվ Բրնձի թերթիկներով, այսինքն գարնանային ռոլերի նման, կարծես փաթաթել թերթիկների մեջ։ Ոչ, մենք կարող ենք տապակել, հիմա ձիթայուղով տապակում են եւ այսպես մի փոքրիկ ափսեի տեսք է ստանում ու հետո լցնում են դրա մեջ։ Բայց քանի որ մենք մի քիչ շատ օգտակարությունից խոսեցինք, կարող ենք եւ չտապակել, որպեսզի ամբողջական այսպես վիտամինային պայթյուն կլինի։ Կարող ենք նաեւ այդպես ասել, որովհետեւ շատ օգտակար է։ Եվ հիմա դնենք ափսեի վրա ու կավելացնենք քունջուտ։ Իդեպ քունջուտը կարող ենք մի փոքր բովել, նոր հետո ավելացնել, կարող ենք եւ հենց այսպես։ Եվ արդեն մոտենում ենք ավարտին։ Պահն է երկելու արդեն։ Այո։ Շատ լավ, դե քունջուտն էլ ավելացնենք եւ Ահա։ Մեր հրաշալի աղցանը պատրաստ է։ ընտիր։ Շատ գեղեցիկ Անուշ։ Քեզ համար Անուշ ենք լինի։ խորագրել այս աղցանը եւ մեր երկը աղցանի պատվին։ Պատրաստ ես։ Գնացինք։ Եթե դու կուզես քեզ համար պատրաստենք Մի հատ նորից։ նեխուրի փոխարեն նուրբը ավելի եթե դու կուզես մեկ մսի փոխարեն լիքը բանջարեղեն անուշը կստեղծի աղցանն այս քեզ համար վերջ Հաջորդ մեր թողարկմանը դուետը- մենք կլինենք Այո։ ավելի ստացված սիրելի Վերջ։ հեռուստադիտողներ, խոստանում ենք։ Շնորհակալություն Անուշ եւ հիմա որպեսի մի քիչ մաքրենք մեր հոգիները այն մեղեդիից որ հնչեց տաղավարում լսենք լավ երաժշտություն